Բուն բարեկենդանի պատարակն ավարտվում է, սկսվում է մեծ պահքի շրջանը։ Այն կտևի 48 օր, բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության, Սուրբ Զատկի տոնի նախորեին։ Ահա բարեկենդանի այս պատարակին հայցելել ենք Սուրբ Աննա եկեղեցին Երևանի կենտրոնում, որը լեփլեցուն է հավատացյալներով եւ նույնիսկ եկեղեցուց դուրս այսպես մարդիկ կանգնած լսում են պատարակը, մասնակցում են պատարակին, աղոթում են։ Հոգևորականները նշում են, որ այս օրերին, երբ եկեղեցու նկատմամբ հարձակումները այսքան սաստկացել են եւ ստացել են այսպիսի անընդունելի բնույթ, եկեղեցիները հիմա շատ ավելի բազմամարդ պատարակներ են ունենում։ Եվ կարող ենք նկատել, որ շատ են երիտասարդները։ Ես ուղղակի չէի կարող ներս մտնել եկեղեցի, որովհետև այնքան լիքն է եկեղեցին, որ ուղղակի ներսում նկարել հնարավոր չէ անգամ։ Իհարկե տպավորիչ է, որ եկեղեցի այցելողների պատարակի օրերին այստեղ աղոթող մարդկանց թիվը օրըստօրե ավելացել է, որը նաև պատասխան է ինչ-որ իմաստով իշխանությունների կողմից սանձազերծած այդ հարձակումներին հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Բուն բարեկենդանից մեկ օր առաջ քրեական գործ հարուցվեց նաև ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ նրա տեղաշարժի իրավունքը եւս սահմանափակվեց։ Համենայնիվս դատարանի այդ որոշումը ինքնին շատ վիճելի է, իրավաբանները նույնիսկ չեն էլ վիճում, վստահաբար պնդում են, որ սահմանադրության խախտում է թույլ տվել դատարանը, ընդունելով այդ հայցը քննության, մեղադրանքը, որը նրան ներկայացվում է, արդեն իսկ սահմանադրության խախտում է, որովհետև եկեղեցու ներսում օծման եւ կարգալուծության հարցերը միայն եկեղեցու իրավասությունների ներքո են, սահմանադրությամբ պետությունը իրավունք չունի միջամտելու, նպատակը բոլորի համար հասկանալի է, Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում հայտարարեց, թե թույլ չեն տալու կաթողիկոսության դուրսբերում Հայաստանից եւ թույլ չեն տալու եկեղեցու գանձերի դուրսբերում, այդպես էլ չհասկացվեց, թե ինչ գանձերի մասին է խոսքը, ինչ ենթարկում կաթողիկոսության դուրսբերումը Հայաստանից, դա ամենևին չբացատրվեց, չհասկացվեց, բայց հասկանալի էր, որ այդ հայտարարությանը հետևելու է կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը։ Ինչ եք մտածում։ Չի գալիս, ինձ դուր չի գալիս, սխալ է, որովհետև սուրբ մարդը հոգևորա չի կարելի։ Այսինչ, այդ շատ սխալ բան է։ Այն մարդ ապրեք ձեզ համար էլի, մի կյանք չի մարդու տրվում։ Ես հավատացյալ եմ, նրա համար էլ ես դեմ եմ նման բաներին։ Всё, այդքան մի բան կասեմ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ սահմանադրությունը արգելում է պետությանը խառնվել եկեղեցու գործերին, եւ դա հատկապես վերաբերում է եկեղեցու կադրային գործերին, այսինքն ով է օծյալ եւ ով է կարգալույծ, ով պետք է լինի թեմի առաջնորդ եւ ով կարող է այդ պաշտոնից զրկվել, դա բացառապես եկեղեցու ներքին հարցն է եւ իրավաբանները պնդում են եւ հաստատում են, որ սահմանադրությունը թույլ չի տալիս որևէ կերպ որևէ դատավորի որոշում կայացնել եկեղեցու ներքին հարցերի վերաբերյալ։ Պետությունը ինձ թվում է, որ իրավունք չունի եկեղեցական գործերի մեջ մտնի, ինքը որոշումներ կայացնի։ Ինչքանով է ինքը օրինաչափ կաթողիկոսը, օրինաչափ չի, իրանց որոշելիքը չի։ Իմ կարծիքը դա է։ Ինքը ընտրվել է 99 թվին, վերջը։ Ինքը իր միսիան պետք է կատարի, մինչև իր մականացում կյանքի բնական ձևերով։
իսկ պետությունը իր հայեցողությամբ իրան ձեռնատու չի, ինքը իրավասու չի այդ հարցերի մեջ խորանալու։ Դա իմ կարծիքն է։ Օրինակ, այդպիսի բաներ լսելով, սա ընտրություններից առաջ այս գործողությունները վարչապետի վարկանիշի վրա, Նիկոլ Փաշինյանի Բացասական կարգ։ Դուք ձեր շրջապատում նկատում եք մարդիկ շատ են, ովքեր դժգոհ են այս կարգի հարձակումներից եկեղեցու դեմ։ Հա? Իհարկե։ Լավ բաներ ինչ որ արվում է այս կառավարության ներքո, բայց բաներ կա, որ ինքը իր կոմպետենցիայից դուրս շատ հարցեր է ուզում լուծի։ Իսկ կան մարդիկ ձեր շրջապատում, ովքեր հավանում են եկեղեցու դեմ այս արշավը։ Իմ շրջապատում չկա։ Չունենք այդպիսի ծավալներ։ Ձեր բախտը բերել է։ Хорошо ծեր։ Դուք ճիշտ ընկերներ եք ընտրել ձեր շրջապատում։ Դա տենց ստացվել է, այո, ստացվել է։ Այսինքն համախոհներ ունեք որպես ընկեր։ Այո, ոչ մեկն էլ դրական արձագանք չի տալիս դրա շուրջ։ Շատ շնորհակալ եմ։ Պահքի շրջանում հիշեցնեմ, որ օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, բայց իհարկե պահքը միայն սննդակարգ չէ։ Այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, վատ սովորություններից։ Այդ թվում է շատախոսությունը, ստախոսությունը, հայհոյանքը եւ այլ մեղքեր։ Բարև ձեզ։ Զրուցում եմ հավատացյալների հետ, պատարագի եկած մարդկանց հետ, շնորհավորում եմ բուն բարեկենդանը, սկսվում է պահքը եւ ձեզ հարց եմ տալիս։ Այսօր այս բուն բարեկենդանի Սուրբ օրով կաթողիկոսի դեմ հարուցված է քրեական գործ եւ նա զրկված է երկրից բացակայելու իրավունքից։ Ինչ եք դրա մասին մտածում դուք։ Շատ դժվար է պատասխանել։ Չգիտեմ։ Մեր ամեն ինչն է այսօր վտանգված, մենակ եկեղեցին չի, որ թողել են վերջում։ Ամեն ինչն է վտանգված է այսօր։ Ամեն ինչը։ Կաթողիկոսի դեմ չեն, անձի դեմ չեն, այստեղ իրանք այս եկեղեցին մեծ հասկացողությամբ անձի դեմ չեն, իհարկե, եկեղեցի Մենք ուզում ենք կաթողիկոսի դեմ ենք պայքարել։ ստում են ու երբ որ իրանք կաթողիկոսին կհանեն իրանց ուզած մարդը կդնեն, այն ժամանակ կերևա կաթողիկոսի դեմ էին, թե եկեղեցին քանդելու դեմ են։ Համար էլի, այո։ Այս գործողությունները ազդում է այդ կուսակցության վարկանիշի եւ այդ մարդու վարկանիշի վրա ձեր կարծիքով։ Թե մարդիկ անտարբեր են։ Բայց էլի դժվարանում եմ ասել, գիտեք, այնքան շերտերի է բաժանել ժողովրդին, այնքան ահավոր վիճակ է հիմա տիրում։ Շատ բարդ է, շատ, Աստված իրան չի ներելու, ինքը պիտի պատժվի Աստծուց, այդքան բան։ Ինքը կործանեց մեր հայրենիքը, մեր ժողովրդին, վերջինը մնացել է եկեղեցին էլ քանդի, եկեք հետ գնանք, տեսնենք դավաճաններին սիրել է թուրքը ավելի շուտ իրանց ոչնչացրել է։ Ինքը չի հասկանում դա։ Աստված իր պատիժը պիտի մեկ հատ ինքը տեսնի Աստծուց։ Եկեք Սուրբ օրով, այս լավ օրով դաժան չլինենք ընդհանուր առմամբ, ձեր Լինենք լավատես, ոչ մի բան չի կարողանալու անի։ շնորհակալ եմ ձեզ պատասխանի համար։ Պիսի արտահայտություն կա, որ կերակուրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է։ Ինչպես ասում են, սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում։ Սա Գրիգոր Պարթևացու խոսքերն են։ Ընդհանուր առմամբ սա կարևոր պահոց շրջանն է, մեծ պահքն է։ Տարվա ընթացքում պահքերը, կարճատև պահքերը շատ են։ Պահոց 158 օր ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, բայց այս 48 օրը կարծես ամենակարևոր պահքն է, որ քրիստոնյաները, հավատացյալները պահում են։ Մեծ պահքը ունի 7 կիրակի, 7 հիշարժան օրեր, բուն բարեկենդան, արտաքսման կիրակի, անառակի կիրակի, տնտեսի կիրակի, դատավորի կիրակի, գալստյան և ծաղկազարդի կիրակիներ կան։ Պահքի շրջանում պահքը ամբողջությամբ կիսվում է միջինքով, այս տարի միջինքը նախատեսվում է մարտի 11-ին։ Ինչի մասին է այս գիրքը։
Խնդրում եմ ներկայացրեք։ Եկեղեցու միասնության մասին։ Եկեղեցու միասնության մասին։ Այո։ Նոր է հրատարակվել։ Նոր է հրատարակել եւ հիմա հենց հիմա վաճառքում կա Ամիրյանի այդ գրախանութ։ Շատ լավ, ահա այստեղ ես նվեր ստացա Կիպրիանոս Կարթագենացու ընդհանրական եկեղեցու միասնության մասին այս աշխատությունը թարգմանված է հայերեն, լատիներենից թարգմանել է Ալվարդ Բարխուդարյանը, սա շատ կարևոր է հենց մեր օրերում այս գիրքը նվիրող քաղաքացին ինձ բացատրեց, որ այս երկում Կարթագենացին խոսում է եկեղեցու պառակտումների աղետալի հետևանքների մասին եւ ընդգծում է, որ հերետիկոսներն ու երկպառակիչները գործում են Աստծո կամքին հակառակ։ Ուզում այս աշխարհին, ուր են ձգտում հասնել, ուր են ձգտում քայլել, որն է մաքրում դեր նպատակը։ Դուք ինչ կասեիք։ Ասել բան չկա, բան ասել։ Հա։ Չէ, բան պետք է ասենք, դա ամեն ինչ պարզ է, էլի։ Դե գիտեք, բոլորի համար չի որ պարզ է։ Դրա համար մյուսների համար պետք է մի փոքր բացատրել գուցե։ Մենք գիտենք չէ կան մարդիկ, որոնց համար պարզ չէ։ Ցավալի է, բայց փաստ է։ Ամեն ինչից դուրս է, ինչ ասեմ։ Ամեն ինչից դուրս է։ Հիմա չեմ կարող ոչ մի ասեմ ինչ-որ բան։ Շատ լավ, հասկանում եմ, այնքան ամեն ինչից դուրս է, որ բառեր չեք գտնում։ Այո։ Բառեր չեք գտնում։ Այո, ճիշտ ձևակերպեցի, բարի։ Բառեր չեք գտնում։ Լավ, շնորհակալություն։ Եկեղեցու միասնության մասին մեզ այսօր անհրաժեշտ է կարդալ։ Այո։ Եվ երևի այս գիրքը պետք է յուրաքանչյուր մարդ այսօր ունենա։ Ներողություն, ես մարդկանց հարցնում եմ կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին, կարծիք։ Ես իրավունք չունեմ աշխարհիկ կյանքով ապրող մարդը, հոգևոր աշխարհը խիստ տարբերվում է։ Դատավորներն են, այսինքն քննիչներն են հարուցել քրեական Այդ դա հարցրեք հոգևոր մարդ եք։ հոգևորականներին։ Հոգևորականները ինչ ասեն, դատարանն է որոշել, այսինքն քննիչներն են գործ հարուցել, դատախազությունն է Ես ձեզ հարուցել։ նորից կրկնում եմ, աշխարհիկ մարդ եմ ես։ Աշխարհիկ հարց եմ դες տալիս։ Հաջան։ Աշխարհիկ հարց եմ Ոչ, տալիս։ հոգևորականներին պետք չի կպնել։ 12000 մատյան մատենադարանում ունենք, ով էր պահում խնամքով։ Դե հենց դա եմ հարցնում ես ձեզ։ Հոգևորականները, նենց որ անհատներին մի կպցրեք հոգևոր աշխարհի հետ։ Անհատները ով են, սա չեք համարում, որ եկեղեցու դեմ եք։ Անընդհատ Անընդհատ ես առաջին անգամ եմ կյանքում ձեզ հետ խոսում։ որ ես Ես առաջին անգամ կյանքում ձեզ տեսնում։ կաթողիկոսին, կաթողիկոս գիտեք ինչ անաշան։ Ես դրթում եմ, որ դուք հայհոյ եք կաթողիկոսին։ Ես ասում եմ, ինչ եք մտածում կաթողիկոսի դեմ քրեական գործ Ոչինչ, հարուցել։ իրավունք չունեմ մտածելու անգամ։ Դա այլ աշխարհ է։ Այդ Դուք ներկայացուցիչները իրավունք ունեք մտածելու։ Ոչ։ Աստված բոլորիս տվել է մտածելու շնորհ։ Հիմա լասուն եք կպնում, որ ես Բավարարություն ասում։ չկպնեմ, դա ասուն։ Ոչ, գործով զբաղվեք։ Ներողություն, ես զբաղված եմ իմ գործով։ Ես չգիտեմ, ինչ կարելի է հասկանալ այս մարդու ասածներից։ Ուղղակի չհասկացա։ Ինչու մեր ինձ մեղադրում եւ ինչ է ինքը մտածում։ Դա շատ դժվար էր հասկանալ։ Ներողություն, դուք գիտեք, որ կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել։ Ինչ եք մտածում դրա մասին։ Մտածում եմ, որ շատ սխալ է։ Որտեվ ամեն բան իրանցից է կախված։ Որտեվ մենք բոլորս Աստծո տվածներն ենք։ Իսկ ով պաշտում է Աստծուն, չպետք է նման կարգավիճակում հայտնվի, ինձ թվում է։ Այսինքն ձեզ համար ընդունելի չէ այդ քրեական Իհարկե գործը։ ընդունելի չէ, սա սխալ է, դա մեր հարցն է, դա մեր քրիստոնյա ազգի պատիվն է, վերջը։ Գտնում եմ, որ սխալ է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը։ Չէ՞ որ մենք հավատացող ժողովուրդ ենք, մենք եկեղեցով ենք այսօր հայ կոչվում։ Եկեղեցին վերանել հայ կա։ Всё, հայությունը կվերցնի։ Ես իմ ինչի։ Երկու աղջիկ իրար նման բարեդես քույրիկներ եք։ Ինչ նման եք երկորակներ եք։ Ինչ եք մտածում կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Կներեք եկեք չպատասխանենք։ Ինչու։ Մերսի շատ ամեն դեպքում հարցի համար։ Չգիտեմ, ես չեմ կարծում ժողովուրդը կողմ է այս ամեն ինչին ինչ կատարվում է։ Այս Դուք ունեք այդպիսի ծանոթներ, որ ասում են ճիշտ է կաթողիկոսին օրինակ քրեական գործ հարուցելը մի հատ էլ պետքա ձերբակալել։ Ունեք այդպիսի ծանոթներ, դուք անձամբ։ Ես անձամբ չունեմ, իրոք չունեմ։ Ունեմ ծանոթներ, ովքեր չեզոք են, ունեմ ծանոթներ, ովքեր հստակ դեմ են այդ ամեն ինչին, ունեմ ծանոթներ, ովքեր
գուցե կարծիք չեն արտահայտում։ Հասկանալի է։ Ես չեմ խոսի իհարկե մեծամասնության կողմից, բայց թեկուզ իմ շրջապատի, իմ նեղ շրջապատի անունից կարամ ասել, որ չէ, դժվար ժողովուրդը։ Ժողովուրդը համաձայն չէ։ Շնորհակալ եմ ձեզ։ Սուրբ Աննա եկեղեցուց ես տեղափոխվեցի Սուրբ Զորավոր եկեղեցի եւ այստեղ նույն պատկերն է եկեղեցու բակում բազմաթիվ են հավատացյալները, ընդ որում պետք է նկատել, որ երիտասարդներ շատ կան այստեղ եւ բնականաբար եկեղեցու ներսում եւս լեփլեցուն է, հնչում է քարոզը բարության, սիրո մասին, Աստծո ներկայության, Աստծո սիրո մասին, հոգևորականը ներկայացնում է, թե ինչ է նշանակում պահքը։ Մտածեք այս մասին նախքան պահքին անցնել։ Ողորմություն, աղոտ, ծոմ, գանձեր, որ պիտի հավաքենք երկնքում։ Սա է քրիստոնյայի ուղին, որ գծել է Տեր Հիսուս Քրիստոս եւ որ տանում է դեպի երկինք։ Այսօրվա ավետարանական ընթերցվածքում Քրիստոս հանգամանորեն նկարագրում է, թե այս ամենը ինչպես պետք է արվի, որ իսկական արժեք ունենա ու ծառայի հոգու փրկությանը։ Եվ ամեն կետին անդրադառնալիս Տեր Հիսուս շեշտում է, դրանցից որն էլ անելիս լինես ծածուկ արա, գաղտնաբար, այլ ոչ թե դիտես մարդկանց, քանի որ ասում է միայն այդ դեպքում քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Ինչու է Քրիստոս Դրսում պատարագին մասնակցելու այս մարդկանց այստեղ գտնվելը ինքնին ցույց է տալիս, որ նրանք սատարում են եւ պաշտպանում են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն իր անխախտ կարգով եւ սա նրանց վերաբերմունքն է, նրանց պատասխանն է այդ քրեական գործի դեմ։ Հափշտակում է մարդու փառասիրության պատճառով։ Եվ ավելում, որ այդ մեղքի զորությունն այդպիսին է, որ կարող է խորտակել անգամ ամբողջ հոգևոր կյանքի արդյունքներն ու սխրանքները։ Այս հիրավի կործանարար ունենք աղբին հակված են ցավոք երեխաներն ու մեծահասակները, աշխարհիկ մարդիկ, հավատացյալներն ու հոգևորականները, աղքատներն ու հարուստները, մի խոսքով բոլորը, քանի որ հաճախ այն գործում է ծածուկ բազմապիսի դիմակների ներում այնպես, որ մարդը հաճախ չի էլ գիտակցում անգամ, որ այդ մեղքի մեջ է։